մեր առաջարկած խորհրդանիշը սա է։ Մենք վերցրել ենք որպես հիմք եվրոպական քաղաքական համայնքի կողմից գալիք գագաթնաժողովի խորհրդանիշը եւ դրան տվել ենք ավելի ազնիվ տեսք, որովհետեւ Հայաստանում պարզապես երկու բաներ չեն, այսպես ասած, կլորակներ չեն։ Հայաստանում այդ կլորակները կանդալներ են։ Հայաստանում իրենք գալիս են այստեղ ոչ թե ժողովրդավարություն քարոզելու, այլ գալիս են հիպոկրիսի երկդիմիություն քարոզելու։ Եվ մեր ուղերձը եվրոպական հանրույթին հետևյալն է. սա է այսօրվա Հայաստանի իրական պատկերը, կանդալված մարդ, կանդալված ազգ, կանդալված պետություն։ Եվ մեր կոչը իրենց շատ պարզ է. դադարեք երկդիմիությունը, stop hypocrisy, եւ stand for democracy, կանգնեք ժողովրդավարության կողքին։ Սա եվրոպական արժեքների եւ հայկական իրականության մեկտեղման սիմվոլիկա է, որ մենք առաջարկել ենք օգտագործել ասուլիսից անմիջապես հետո այս լոգոյի ֆայլերը բարձր, այսպես ասած, որակով կտեղադրվեն համապատասխան հարթակներում եւ առաջանցնելով ասեմ, որ ազատ են օգտագործման համար հանրապետականը չունի այստեղ որևէ հեղինակային իրավունքի կամ որևէ տենց էգոիստական նկատումներ։ Հակառակը մենք առաջարկում ենք, որպեսզի բոլոր ակցիաները, որոնք պետք է տեղի ունենան այդ օրերին, իրականացվեն միասնական բրենդի տակ, եթե այս բրենդից ավելի իմաստալից եւ ավելի կրեատիվ լուծում կգտնեն ուղերձի իմաստով մեր ընդդիմադիր մյուս գործընկերները, խնդրեմ, եթե ոչ սա իրենց տրամադրության տակ է։ Եվ այսպես հանրապետականը մշակել է միջոցառումների ծրագիր, որպեսզի օգտագործի եվրոպական հանրույթի այստեղ գտնվելու փաստը բարձրաձայնելու համար երկու բլոկ խնդիրներ։ Հայաստանում ժողովրդավարության իրական վիճակը, այն է ժողովրդավարության բացակայությունը եւ Արցախ իր բոլոր բխող խնդիրներով։ Արցախի մեջ մտնում է արցախայության վերադարձի իրավունքը, ամենակարևոր բանը կներեք քաղաքական խոսույթում ընդդիմությունը հաճախ սա մոռանում է, բացի մեզանից թող ներվի, գուցե չեմ լսել, այլտեղ չեմ լսել իրոք, որ խոսքը միայն արցախայության վերադարձի իրավունքի մասին չէ։ Մենք չպետք է մոռանանք, թե ինչու է արցախայությունը հայտնվել Հայաստանում, որովհետև ենթարկվել է էթնիկ զտման, ինչը ցեղասպանական գործողություն է։ Այսինքն արցախահայության իրավունքների պաշտպանության առաջին բազային փուլը իր մեջ ներառում է միջազգային գործող մեխանիզմներով եւ հնարավորություններով այդ էթնիկ զտման ցեղասպանական գործողության հետ կապված դիվանագիտական եւ քաղաքական ջանքեր։ Այո, հետո վերադարձի իրավունք, նյութագույքային իրավունքներ, շատ կարևոր հոգեվոր մշակութային ժառանգության պահպանության եւ պաշտպանության իրավունքներ եւ իհարկե հայ ռազմագերիների հարցը Բաքվում, այդ թվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության պատանդառում։ Այսինքն մենք երկու բլոկ խնդիրներ ենք պատրաստվում բարձրաձայնել։ Այս միջոցառումները ներառելու են իրենց մեջ ինչպես բովանդակային մասնագիտական հարթակներ, այստեղ մենք դիմել ենք եւ առաջարկել ենք տարբեր հասարակական կազմակերպություններին, որպեսզի իրենք մեր աջակցությամբ, եթե կարիքը կա, ստանձնեն այդ առաջամարտիկությունը, օրինակ պատմել բազմալեզու ձևաչափերով Հայաստանում արկա իրավիճակի մասին փաստաբանների, իրավապաշտպանների, իրավաբանների, լրատվական միջոցների ներկայացուցիչների շուրթերով, այնպես էլ մենք առաջարկել ենք եւ իրականացնելու ենք նաեւ քաղաքացիական ակցիաներ, որոնք իրենց մեջ կրելու են հենց այս իմաստը. դեմոկրատիայի ճգնաժամ եւ Արցախ որպես խնդիր։ Դեմոկրատիայի ճգնաժամ եւ Արցախ որպես խնդիր մեզ համար։ Ավելին, ես կարող եմ ջուր խնդրել, Հենրիկ ջան, ջուր կարող եմ խնդրել, ջուր կարող եմ խնդրել, շնորհակալ եմ։ Եվ ավելին, գիտեք, որ Հայաստանի մի շարք աջակցություն կներեք։ Գիտեք, որ Հայաստանի մի շարք քաղաքական կուսակցություններ անդամակցում են եվրոպական տարբեր ընտանիքներին եւ մեր առաջարկությունների մեջ նաեւ կա նամակի նախագիծ, որը մոտ օրերս մենք կքննարկենք մեր այլ գործընկերների հետ
որի գաղափարը հետևյալն է. անկախ մեր քաղաքական տարաձայնություններից Հայաստանի ներսում, անկախ նրանից, թե մենք ինչ գաղափարական հիմքով որ քաղաքական ընտանիքների անդամ ենք, մենք հայկական կուսակցությունների ներկայացուցիչներս, որոնք անդամակցում են այս կամ այն եվրոպական քաղաքական ընտանիքին, պետք է միասնական բողոքի, դժգոհության եւ իրականության ձայն բարձրացնենք, եւ մենք առաջարկելու ենք այդ նամակի տակ միացյալ ստորագրահավաք անել, հիշեցնեմ ձեզ, Հանրապետականը եւ Ժառանգությունը ԵԺԿ անդամներ են Եվրոպական ժողովրդական կուսակցության, Հայ հեղափոխական դաշնակցությունը սոցիալ-դեմոկրատական ընտանիքի անդամ է, Բարգավաճ Հայաստանը կոնսերվատորների եւ բարեփոխիչների Եվրոպական ընտանիքի անդամ է, ՀԱԿ-ը եւ Լուսավոր Հայաստանը լիբերալ-դեմոկրատական եվրոպական քաղաքական ընտանիքի անդամ են, որքանով ես տեսնում եմ նաեւ Հայաքվեն աշխատում է եվրոպական մեկ այլ քաղաքական ընտանիքի հետ, եվրոպական պատրիոտների հետ, եւ այստեղ պետք է նաեւ բանակցենք Արցախի կուսակցություններից մեկի հետ, նախկինում ազգային ժողովի նախագահ պարոն Ղուլյանի ղեկավարած կուսակցության հետ, որը ժամանակին անդամ էր Եվրոպական ազատական ալյանսին, որտեղ իրենք անդամ են։ Այսինքն, եթե մենք կարողանանք հայկական բոլոր քաղաքական եվրո անդամություն ունեցող կուսակցություններով գալ ընդհանուր հայտարարի եւ միասնական ուղերձ եվրոպական քաղաքական գրեթե բոլոր առնվազն հիմնական ընտանիքներին, կարծում եմ, սա նույնպես կարևոր նախաձեռնություն եւ գործ պետք է լինի։ Հաջորդը, որ ես կցանկանամ ձեզ ներկայացնել, հետևյալն է, ամսի 4-ին է բուն գագաթաժողովը, մենք կարծում ենք, որ մեկ օր շուտ կսկսենք աշխատել զուտ միջոցառումների առումով հանրության հետ կապված աշխատանքների իմաստով, տեսանելի իմաստով, ամսի 4-ին կլինեն տարաբնույթ ակցիաներ, որոնք արդեն ասացի ձեզ, նվիրված են լինելու Հայաստանում ժողովրդավարության ճգնաժամին եւ Արցախի խնդիրներին, ամսի 5-ին Եվրամիություն Հայաստան գագաթաժողով է նախատեսված, այդտեղ նույնպես կլինեն մեր կողմից բողոքի եւ դժգոհության ակցիաներ։ Բնական է հիմա ես ձեզ չեմ պատմելու ակցիաների մանրամասն, այսպես ասած, տեղեկատվությունը չեմ հաղորդելու, դրա կարիք այս փուլում չկա, ավելին չենք ուզում շատ բաներ պատմել, որպեսզի իշխանությունը չկարողանա շատ, այսպես ասած, տեսանելի կերպով դա ճնշել, բայց մեր ուղերձը հետևյալն է, կանխելով ձեր հարցը նախ եւ առաջ, այո, մենք այս առաջարկությամբ սկսել ենք բանակցել, կոնսուլտացիաներ անել ընդդիմադիր հիմնական քաղաքական ուժերի հետ։ Ես արդեն այդ հանդիպում, ես եւ Դավիթ Հարությունյանը այդ հանդիպումները կամ արդեն ունեցել ենք, կամ այսօր վաղը շարունակելու ենք։ Հարցերին հետո կպատասխանեմ։ Բայց քանի որ հարցը չեմ ուզում օդում կախված լինել, առնվազն խոսակցությունների մակարդակով մեր ընդդիմադիր գործընկերները, ում հետ ես արդեն հասցրել եմ հանդիպել, կիսում են այն մոտեցումները, որ սա հնարավորություն է Նիկոլի կազմակերպած նախընտրական խնջույքը վերածել Նիկոլի մասին եւ նիկոլական Հայաստանի մասին ճշմարտության պահի, եւ սա հնարավոր է անել։ Հնարավոր է անել հաշվի առնելով անգամ այս արդեն ասացի super security վիճակը, որ իրենք փորձելու են մարզամերգային համալիրում է լինելու միջոցառում այդ մարզամերգային համալիրը եւ շրջակա տարածք ակվարիում սարքել եւ չթողել, որ մարդիկ շփվեն իրական հայերի հետ, իսկական քաղաքացիների հետ, եւ իմ խնդրանքը եւ հորդորը մեր բոլոր քաղաքացիներին հետեւյալն է, անկախ նրանից թե քաղաքական, հասարակական, հանրային շրջանակները ինչպիսի միջոցառումներ կարող են նախաձեռնել եւ իրականացնել, ես խնդրում եմ ցանկացած հայի, ով իր աշխատանքի կամ կենցաղի բերումով այդ պահին կարող է շփվել, տեսնել եվրոպական պատվիրակությունների որևէ անդամի ղեկավարությունից մինչև նախարար, մոտենալ եւ իր դժգոհությունը հայտնել, մոտենալ եւ ասել, որ Հայաստանում իրավիճակը այլ է, մոտենալ եւ ասել, որ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը ժողովրդավարական չէ եւ թաքցնում է իրական վիճակը Հայաստանում։ Այսինքն շատ կարեւոր է, որպեսզի այս հարցը դառնա հասարակության սեփականությունը։ Չեմ ուզում մանրամասներ ասեմ, տեսականորեն այդ մարդիկ մնալու են հյուրանոցներում, հաց են ուտելու, տրանսպորտով գնալու են, միջոցառումներին տեսնվելու են։ Այսինքն շատ կարևոր է, որ բացի նորից կրկնեմ, հասարակական, քաղաքական, հանրային շրջանակներից այս խնդիրը դառնա յուրաքանչյուր քաղաքացու
հետաքրքրության եւ թասիբի խնդիր, որ մոտենալ, չեմ ասում, հենց Ուրսուլա վան դեր Լայենին գուցե չստացվի մոտենալ, բայց այդ ժամանակ, երբ որ տեսնում ենք, շփվում ենք, սպասարկում ենք, տանում ենք իրանց, հաց ենք տալիս կամ հյուրանոց ենք տրամադրում համար, ասել իրականությունը։ Ես հասկանում եմ, որ այդտեղ կան ռիսկեր, բայց կներեք, այդ ռիսկերն էլ նաև այն գինն են, որ մարդ վճարում է իրան մարդ զգալու համար։ Եվ սա կարևոր է, կարծում եմ, որ սա դառնա հանրության սեփականությունը։ Այս մոտեցումը ուզում եմ կանխել բոլոր տեսակի շահարկումները նորից, սա հակաեվրոպական չէ, հակառակը, ճիշտ հակառակը, սա իրական եվրոպական արժեքների արդյունացման, վերակենդանացման եւ արժեվորման հնարավորությունը Հայաստանի կողմից եւ հայ ժողովրդի համար, որովհետեւ այն վիճակը, որ մենք ունենք այսօր Հայաստանում, դա օրեցօր սաստկացող ավտոկրատիան է, օրեցօր սաստկացող ավտորիտար ռեժիմն է, դա հեչ եվրոպական արժեք չէ։ Հետևաբար մեր մոտեցումը այս երկու օրերին լինելու է, մենք ուրեմն անգլերեն ասենք, հա, որպեսզի pro-freedom, pro-justice եւ pro-rule of law։ Սա է մեր ուղերձը եվրոպական քաղաքական հանրությանը։ Հայաստանի ընդդիմությունը առնվազն հանրապետական կուսակցությունը pro-freedom-ա, pro-justice-ա եւ pro-rule of law-ա։ Մնացած ամեն ինչը Կրեմլի ագենտ, 5-րդ չարասյուն, ես իմ երագլուխ, քարագլուխ, անգլուխը խոսում է, երկիր անգլուխ թողած մարդը գլուխներ է հաշվում։ Ինչևէ, ուզում եմ ասեմ, որպեսզի զերծ մնալ գեոպոլիտիկ շահարկումներից, նորից կրկնեմ, սա եվրոպական արժեքների վերաիմաստավորման հնարավորությունն է եւ այդ արժեքների համար, իրական արժեքների համար պայքարը ազատության, ժողովրդավարության, արդարության, օրենքի գերակայության եւ մնացածի համար եւ ոչ թե որևէ մեկի, այսպես ասած, ագենտություն է։ Ես այստեղ փորձեմ վերջակետ դնել, որովհետեւ կարող եմ անընդմեջ խոսել եւ ասելիքներ շատ եւ ձեզ եմ կարոտել, բայց գիտեմ հարցեր ունեք։